Բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ, ստվերս տեսնում եք երևի, մեքենայի կեղտից էլ չեմ խոսում, այնքան անդուր եղանակներ ա մեր մոտ, այսօր նայեք ինչ գեղեցիկ սիրուն արև ա բացվել, ուզում եմ արևը ձեզ ցույց տամ, վերջի վերջո արև բացվեց, պատրաստվում եմ այս լաքաները մաքրեմ, որ հեշտ քշեմ գոնե մեքենա վազելով, գնում եմ գործի, աշխատանքի եմ, այսպես առայժմ ձեզ բարի լույս ասեմ ու մի քիչ էլ այստեղից բացենք մինչև մեքենայի շուշեքը ներսից տաքանա, այստեղի տեսադաշտը հիմնականում ինչ ենք անում, տեսադաշտերը բացում ենք եւ մեքենան ինքնուրույն առաջ է շարժվում, այսպես ասած։ Ֆարերն ենք մաքրում մեկ էլ, որ շատ կեղտերը չերևա, լույս լավ տրաժատյանի, բացի այդ էլ այստեղ մեքենան լվացած պահելու համար ոնց են ասում, բանա պետք, ներվա պետք ա հագին, հա, պետք ա ամենօրյա լվանաս, թե չէ։ Անցանք հաջորդին, բոլոր ֆարերը լվացանք, մաքրեցինք, արդեն հեշտ կքշվի, մնաց այս մեջ տեղը մի հատ սենց փալասով վերցնեմ ջուրը, абսոլютно без разницы, հա, մեքենան կեղտոտ ա, մաքուր ա, թե ինչա, նայեք ինչ գեղեցիկ է, ասքան եղանակ ա, ժողովուրդ, այս գժուկներին նայեք այստեղն էստայց, ինչքան էլ որ իրանք վայրի են, նայեք ինչ սիրուն են, իրանք էլ իրանց հետաքրքիր կյանքն ունեն, հələ ինչ են անում, ընտանիքով նստած են։ Ամենայն դեպս եղանակը այսօր լավն անդիր ա։ Մի անգամ եւս բարի լույս, սրտիկներ ջան, այնքան եղանակը լավն ա, տեսեք ժիլետ եմ հագել, որ ասում ա խուրտկա չեմ հագել, լավ տաք հով, հավեսով եղանակը։ Միշտ հարցնում եք եղանակից, ես էլ պատասխանում եմ, շտապում եմ աշխատանքի եմ, հետո կզրուցեմ ձեզ հետ։ Դե ինչ սրտիկներ ջան, բոլորիդ մի անգամ եւս բարի լույս, սիրուններս, այսպես մի քանի խոսք եւ մի քանի րոպե մեքենայից։ Վաղուց վլոգներ, վաղուցը որ նա ամիսին հատ կամ երկու հատ վլոգ եմ տեղադրում, որը այնքան այսպես խտացնում եմ ամբողջ օրերի, քանի որ ամենօրյա էֆիրներ ենք անում, համարյա մեր ամեն ինչից տեղյակ եք, մանավանդ գիտեք, որ հիմա տան վիճակը ինչպիսին է, չեմ կարողանում տանը վլոգներ նկարեմ, դուրսն էլ չեմ հասցնում դուրս գալ, դրսում նկարել, աշխատանքի եմ վազում, աշխատանքի տեղը անընդհատ երաժշտություն ա միացրած, այնտեղից վլոգներ, որ նկարում եմ, անպայման պետք ա մոնտաժեմ, դրա համար մի քիչ այսպես չի ստացվում, հա, ամեն ինչս իրար գցեմ, հասցնեմ, էլի հասցնում եմ, աշխատում եմ ամեն ձևով ձեզ հետ շփվել, էջս ակտիվ պահել, ինչպես միշտ ուրախ եմ, շնորհակալ եմ, ասելիքս ինչ է, այսօրվա օրը, ուզում եմ ձեզ հետ կիսվեմ, հիմա գնում եմ պրոցեդուրա պետք է անեմ ու այսօր կգամ տուն, ճիշտ է հարմար է, որ աշխատանքի վայրում անեմ, բայց չէ, ես ուզում եմ տունը անեմ, որ ավելի հանգիստ լինի նյարդերս եւ ինչպես ասում են, լարվածություն չլինի, վազք չլինի, քանի որ տանը շատ այսպես մեծ ու բորկայի գործեր չկա, ուղղակի մի թեթև ճաշ պետք է պատրաստեմ, ինչ որ մի բան օրվա ուտելու համար, որ այդքան էլ մեծ խնդիր չէ, ես այդ ճաշը կպատրաստեմ ու մի շատ գեղեցիկ տեսանյութ եմ ուզում ձեզ ներկայացնեմ այսօր, որոշել եմ, քանի որ առջևում արդեն տոներ են շուտով սպասվում, ճիշտ է, միգուցե շատերս տոների տրամադրություն չունենք, շատ իրադարձություններից ելնելով, մի տեսակ այս նոր տարյան տոները եւ առհասարակ բոլոր տոները, մի տեսակ այս նոր տարվա տոները կորցրել են, հա, իրենց համը, հոտը, էֆեկտը, ինչ որտեղ պատերազմական վիճակներն են խանգարում, ինչ որտեղ մարդկանց ավելի շատ հոգեբանական ծանր վիճակներն են խանգարում, որոնք ելնելով հենց այդ պատերազմական վիճակներից են առաջանում։ Մի խոսքով մի քիչ ես էլ եմ տխուր, մխուր, մի քիչ այդքան շատ աշխուժ ու ուրախ չեմ, բայց ուզում եմ ձեզ մի հատ հատկապես նրանք, ովքեր սիրում են նորություններ, ովքեր սիրում են նոր տարվա զարդեր, ովքեր սիրում են իրենց նոր տարին ավելի գեղեցիկ ու հաճելի դարձնել եւ ինչպես միշտ գիտեք, որ կրկնվել չեմ սիրում, որ կրկնողություն չլինի, չեմ սիրում մնացած բլոգերների կրկնությունը լինի իմ մոտ, ունեմ իմ ոճը, ունեմ իմ հետաքրքրությունները, ունեմ իմ առանձին, ինչպես ասում են, տեսակը, հա, մենք բոլորս էլ անհատ ենք, անհատը, որը ունի նմանը չունի, ինչպես ասեմ, այդպես էլ կարելի անել, մեր բնավորությունները բոլորիս,
Կան ընդհանուր նմանություններ, բայց մենք բոլորս էլ առհասարակ տարբեր ենք, այնպես ինչպես մեր բոլորիս մատնահետքերն են տարբեր, չենք կրկնվում ոչ մեկս, ոչ մի դեպքում, ոչ մի ձևով։ Աստված բոլորս էլ այնպեսին է ստեղծել, որ յուրաքանչյուրս մեր համար մի մենաշնորհ ունենք մեր բնավորության գծի մեջ։ Ճիշտ է, ընդհանուր բոլորս էլ են, որ ասում են օբժի կաղապարով նույնն ենք, մարդ ենք, ունենք ձեռք, ոտ, գլուխ, ոչմ ֆիզիոնոմիայով շատերս անատոմիան բոլորինս նույնն է, բայց ֆիզիոնոմիան այդքան էլ նույնը չէ, նույն ձևով էլ նաև մեր խառնվածքը, մեր բնավորությունը շատ տարբեր է։ Միգուցե շատ եմ երկարացնում, շատ եմ ճառում, միգուցե էկրանին չեմ նայում, ձեզ հետաքրքիր չլինի, բայց որ մի քիչ ուշադիր լսեք, խոսքերիս մեջ մեծ խոր իմաստ կա, որը միգուցե միայն իմ զգացողությունն է, չեմ ուզում խիստ արտահայտեմ, որ սխալ չհասկացվի, բայց ես իմ ասելիքը ասեցի։ Մի խոսքով ուզում եմ ձեզ ներկայացնել մի գեղեցիկ նորույթ, որով կարող եք ձեր տոնական սեղանները զարդարել, ձեր տոնածառները զարդարել, եթե ցանկանում եք, եւ պարտադիր չէ տոնածառ լինի, անպայման ուղղակի կարելի է մի փոքրիկ գեղեցիկ եղևնուճուղ ու փոքրիկ մի քանի գեղեցիկ զարդարանքներ եւ ինչպես միշտ զարդարել, ինչպես ասում են, своими руками, հա, ձեռքի աշխատանք պետքա լինի։ Ես սիրում եմ, որ ամեն ինչը ես եմ անում, բայց երբեմն ժամանակ չի լինում։ Ամենահավեսով նոր տարին արել եմ ամենաառաջի մի քանի տարին, երբ որ տունը լավ մաքուր ռեմոնտ արած ա եղել, տրամադրությունս էլ տեղն ա եղել։ Հիմա մի տեսակ եմ, որ ասում ասենց էս ռեմոնտն էլ մի կողմից, հետ եմ քաշվել, մի տեսակ ոնց որ ոչ մի բան ոչ ուզես անես, ոչ անես, բայց ինչքան կարելի է տխրել, ինչքան կարելի է, որ ասում անպամած ապրել, այսպես ասած, այս պահին մեր տան վիճակը անպամած է։ Վերջի վերջո այսօր արևա դուրս եկել, ես էլ եմ ուզում եղանակի պես բացվեմ, մեր գործերն էլ բացվեն, բոլորիդ գործերը թող բացվեն։ Իհարկե արևը բոլորիս է պետք, եղանակն ու պայծառությունը նույնպես։ Եվ ներկայացնում եմ մի գեղեցիկ գործվածքի ձև, որը ձեզ շատ կողոքևորի, սիրուն գեղեցիկ խաղալիք, նորույթ է, միգուցե եւ նորույթ չէ, բայց այս տարվա համար իմ աշխատանքների մեջ այն նորություն է, ուզում եմ ձևը սովորել եմ, ձեզ էլ ներկայացնեմ, որպեսզի դուք էլ կարողանաք օգտվել այդ օրինակից եւ դուք էլ փորձեք գործել, ովքեր իհարկե սեր ունեն ուլունքագործության, սեր ունեն այդ մեծ եւ փոքր ուլունքների հետ աշխատելու, քանի որ դա շատ մանրակրկիտ աշխատանք է, բավականին ժամանակատար եւ պահանջում է, որ սեր ունենաս այդ աշխատանքի նկատմամբ, որովհետեւ դա ավելի շատ հոբի է, քան թե աշխատանք է, այսպես կոչված։ Մի խոսքով բոլորիդ լավ օր եմ մաղթում, այստեղ շատ գեղեցիկ տեսարաններ են, ռեմոնտային վիճակներից ելնելով այս բաները սաղ փակել են, բացած արդեն, տեսնում եմ շատ սիրուն է տարածքը, կնկարեմ հեսա ձեզ ցույց կտամ։ Ինչպես տեսնում եք, ես արդեն աշխատանքի եմ հասել։ Մի գեղեցիկ ու շքեղ սալոն է։ Լույսը վառենք ու գնացինք ներս, գնամ իմ կաբինետ, հաճախորդ ունեմ, սպասեմ, որ հաճախորդս պետք է գա, տեսնենք այստեղ ինչ է կատարվում, ինչպես միշտ, սիրուն էր սալոնը, ահա, ես ինչերը, ժողովուրդ նոր լաքեր են ստացել մեր սալոնում, համեցեք, սիրուն բաները, բուբուշ բաներ ասել, մեր Լիլիթին չլինի։ Сейчас ничего не надо, я хочу просто еще. Իհարկե աշխատանքի եմ, տեսեք ինչ ա եկել մեր սալոն, հələ նայեք։ Ծիտիկը թռելա իրան, խփեց պատուհանին, ոյ շոյշս գիժես, արի ջուրիկ տամ, տենան կլավանաս, թե չէ։ Ժողովուրդ ինչ մեղքա չեմ հասկանում, ինչ անեմ հետը, ուզում եմ ջուրիկ տամ, ջուր խմի մի քիչ, միգուցե խելքի գա։ Հələ սպասեք։ Давай попробуй выпить, моя красавица, давай, водички попей. Только не умирай, пожалуйста. Ага, молодец. Еще раз попей водички. Ага, пришла в себя. Видимо, он... Что сделал? Что с тобой случилось, а? Что случилось, моя красивая девочка или мальчик ты? Вот, молодец, дышать начала. Молодец, давай еще раз пей водички. Пей. Молодец, и двигаться начала уже. Попей, давай. Артенция размячет, артикарец. Пей. Ага, главное, что она двигается. Она, видимо, ударилась головой, и сейчас не знаю, что мне с ней делать. На. Попей, моя хорошая. Попей, смотри, денежком путурик цитика.
Ոտերը ծալում ա, բայց ես խի ասենց համ ինչ անենք, որ լավ լինի ժողովուրդ։ Ինչ ա եղել քեզ սիրունս, ինչ ես արել, ասա տենանք։ Что с тобой было, что случилось, а? Что с тобой случилось? Ты как-то упал или просто... Почему так? Я не знаю, как тебя отпустить. Давай еще попей водички, может, еще придешь в себе. Молодец. Молодец, моя девочка. Сиди, сиди спокойно, сиди. На, еще раз дам тебе. Вот так вот хотя бы попьет. Пей, пей давай, пей. Открой, ротик открой еще раз. Молодец, моя красивая девочка. Молодец, молодец. Ты куда бежала, так летала, куда? Почему? Ну давай, попрыгни. Молодец, молодец, умничка наша. Ты моя красивая. Что за чудо к нам попал? Հելենայեք ժողովուրդ, բաժակից էլա պուճորից մերկա, ես իլիան թուղթն ասրպեցի սրանով ինչ-որ սիրտիկ, սիրուն ծիտիկ, եկ էլա կպելա, հելա ինչ մերկա, այ գիժես, давай еще раз мы тебе водички дам попить, давай, բացի, կտուցդ բացի, այտենց, молодец, փռավ եկավ երևի բանին, ստիկլոին դմփցրել ա ճակատով ու չի կարում հիմա ոչ խելքի գա, ոչ ուշքի գա. Пей, молодец, попей водички, попей. Ага, молодец, моя красавица. Пей, ага, молодец. Давай еще, молодец, открывай, пей. Ага, молодец. Ինչ է կարծում, կապրի թե չի ապրես, ինչ ենք անելու այս խեղճի հետ։ Ինքը вообще-то... Ай, прав. Մեկ էլ կպնես լույսերը, չգիտենք, գնաց լույսը, раньше լավ է։ А вот теперь на лампочке сидит. Ну давайте тогда посмотрим, как его освободить от нас. Эй, птичка наша, выходи оттуда. Ладно, пусть сидит пока сама. Вот смотрите, где он сидит сейчас. Окно открыла. Надеюсь, вылетит сам. Сейчас свет отключу. Она и сиру нашу на ժողովուրդ. Գեղեցկություն է եղանակները ուղղակի. Красивая осень. Այս սալոնի պատուհան տեսարանը շատ եմ սիրում. Հրաշքային, այնտեղ դպրոց են, կարմիր շենք, կարմիր կապույտը, նորակառույց եւ գեղեցիկ։ Էլի, պես մի տեղախոսից սկսեց մթնացնել, նկարակադրը նայեք ինչ սիրուն է, հələ տարածքի գույները վերջապես բնականացավ։ Красивая осень. Осень очень красивая. Դե լավ էլի շուրախ է, այսքան գույները փոխում անընդհատ։ Ինչ որ մի բան չի հերիքում նկարահանումների ժամանակ, հացնում ասենց։ Այսպես մենք ավելի բարձր է։ Սիրուն աշուն։ Տիտիկ ջան։ Տիտիկ, մոդարի, քեզ տամ կորեք ու գարի, չվախենաս, չթրջես, ես չեմ ուզում բռնեմ քեզ, կարևորը ուշքի եկար ջուր խմեցիր։ Հիմա դե որ նստես ինչ ենք անելու, ասա տենանք։ Որթագալու մոտս, ինչ սիրուն է գույներին։ Սիրունս։ Սիրելիներս ընդմիջման եմ դուրս եկել, ինչպես տեսնում եք, այս բենզալցակայաններում ահա որ հերթ է, քաղաքի մեջի լցակայանն է, չգիտեմ ինչու էսպիսի հերթեր գոյանում, օրն էլ ցերեկի եմ, որ ասում եք այսօրվա ժամին, մի խոսքով ես եկել եմ տուն ընդմիջման ու մի որոշ ժամանակից նորից պետք է աշխատանքի գնամ, բայց մեր հայատի գեղեցկությունները ուզում եմ ցույց տամ, այսօր գեղեցիկ եղանակ է, ինչքան էլ որ այս տեսարանը ձեզ ծանոթ է։ Համենայն դեպս աշունը մի անգամ եւս իրեն գեղեցիկ գույներով զարմացնում է եւ հաճելի տեսարաններ է պարգևում մեզ, ինչը չեմ ուզում որ աչքաթող լինի ու նորից գնում եմ աշխատանքի։ Այսօր շատ գեղեցիկ լեալուսին է դուրս եկել, հանդեսեք։ Իմ հեռախոս ինչպես միշտ այդքան սիրուն չի, որ ասում եմ մոտիկացնում։ Ցույց տա, բայց ես կմրցեմ ցույց տամ։ Դուրս եմ եկել մի 5 րոպեով։ Հատ խանութ մտնեմ կամ գնանք տուն, տիտիկի պատմությունը կշարունակեմ։
Вот эти тоже так же были. Նստեցին սրազո։ Սենց որ մեկի մեջ էի լցրել լենց հավեսով, այլ ոչ մի բան չեմ մի անգամից անում եմ։ Սիլիկոնի ֆորմի մեջ եմ թխել։ Դե իսկ հիմա անցնենք արդեն խոստացած գեղեցկության աշխատանքներին, գործվածքին, որը ես դες խոստացել էի։ Ու ինչպես տեսնում եք, ինչպես միշտ մեր սիրելի ֆիզիկը ինձ սիրում է շատ օգնիչ է, խանգարելով բացի ուրիշ ոչ մի բան չի անում։ Ամենայն դեպս ինչով ես զբաղված եմ ինքն էլ իմ հետ։ Այսպիսով շարունակում եմ, գործվածքը մինչև վերջ կգործեմ, ում հետաքրքիր կլինի կարող են գործվածքի ձևը դիտել, ես տեսանյութի ներքևում հողոմը կթողնեմ գործվածքի ամբողջական տեսանյութի, իսկ այստեղ ուղղակի ներկայացնում եմ, որ սկսել եմ եւ պետք է վերջնական տեսքը դեռ ցույց տամ, հաջորդ վլոգում կտեղադրեմ գեղեցիկ մի տեսանյութ, որտեղ ցույց կտամ նաև այդ գեղեցիկ ձևավորումները։ Դե ինչ ասեմ, սիրելիներս, վայելեք, դիտեք մեր ֆիզիկի ներկայությունը, մեր գեղեցիկ կադրերը եւ եղեք առողջ, ուրախ եմ, որ իմ հետ եք, շնորհակալ եմ, որ իմ հետ եք։ Միացեք իմ մեջին, կիսվեք իմ մեջով, ինձ թվում է էլի հետաքրքրություններ կգտնեք ձեր համար։ Ես էլ մի քիչ ֆիզիկիս հետ էսպես խաղամ, իրեն էսպես զբաղեցնեմ, ասել ասողը չլինի, բալովեցյան եմ մի քիչ, երես տամ ու շարունակեմ իմ գործը։ Գիտեք, որ սիրում եմ այս գործը, հանգստանում աներվերս, որ աշխատում եմ, բայց այս պահին իմ համար նպատակն այն է, որ ձեզ եւս մի գեղեցկություն սովորեցնեմ, հա, այսպես կոչված, քանի որ էջումս ունեմ շատ վլոգներ, որոնք հենց գործվածքների մասին են։ Այսպիսով սիրելիներս շարունակում եմ գործվածքը դիտեք մինչև վերջ, եթե ձեզ հետաքրքիր էր եւ հաճելի էր իմ վլոգները դիտել, կիսվեք իմ մեջով, գրանցվեք իմ մեջին եւ անպայման սխմեք զանգակի կոճակին, հա, շնորհակալ կլինեմ, այդպիսով կօգնեք ուղղակի իմ մեջին մի քիչ առաջ գնա, որի համար ձեզ նույնպես շնորհակալ կլինեմ։ Շնորհակալություն, որ միշտ իմ հետ եք եւ բոլորիդ մաղթում եմ խաղաղ կյանք, այսպես կոչված առողջություն եւ միայն բարեմաղթանքներ, Աստված օրհնի բոլորիդ օջախները, իմն էլ առավել եւս, որ կարողանամ ձեզ հետ շարունակել իմ կապը։ Շնորհակալ եմ սիրելիներս, առայժմ։